Ողջույն բոլորին, հիմա կքննարկենք տնայինի խնդիրները, առաջին խնդիրը ով է լուծել, Էմիլ, Ինչպես կփոխվի թվերի միջին թվաբանականը, եթե դրանցից մեկը մեծացնենք երկուսով, իսկ մեկ ուրիշը փոքրացնենք երկուսով։ Պարտադիր է, որ թվերի լայնքը փոխվի։ Եթե մեկ թիվը մեծացնենք երկու անգամ, իսկ երկուսով, իսկ մեկը փոքրացնենք երկուսով, ապա միջին թվաբանականը չի փոխվի։ ճիշտ է, ասենք եթե ունենք տարբեր թվեր, օրինակ սենց որ գրենք, իսկ լավ մինչև գրելը կասես խի չի փոխվի, Դե որ մեկից գումարենք մեկ այլ թիվ, իսկ օրինակ թվերն է մեր 2, 7, 5, 6, մեկից եթե մեկին գումարենք 2, իսկ մյուսից հանենք 2, մեկա նույն, մեկա վերջում մենք բոլորը իրար գումարելու ենք։ օրինակ եթե 7-ը դարձնենք 9, 6-ն էլ դարձնենք 4, սրանք էլ թողենք նույնը, միջին թվաբանականը, որ հաշվենք, առաջին դեպքում կստացվի 2 գումարած 7 գումարած 5 գումարած 6 բաժանած 4, չէ՞։ Այո, Իսկ երկրորդ դեպքում կստացվի 2 գումարած 9 գումարած 5 գումարած 4 բաժանած 4։ Հիմա ստեղ 7-ը 2-ով մեծացել է, 6-ը 2-ով փոքրացել է, այսինքն համարիչը չի փոխվել, չէ՞։ այո, Եթե համարիչը չի փոխվել, ուրեմն այս երկու թվերը իրար հավասար են, բաժե կարանք չհաշվենք, բայց նաև կարանք հաշվենք ու ուզվենք, որ իրոք տենց է, որ հաշվենք համարիչը կստացվի 20-ը բաժանած 4-ին, 20 ներքևում բաժանած նույնպես 4, 20-ը բաժանած 4-ին։ որը հավասար է 5, ստեղ էլ կստացվի 20 բաժանած 4, որը հավասար է 5։ Այս մասից հարց կա, լավ իսկ մյուս հարցը, Էմիլ։ Պարտադիր է, որ թվերի լայնքը փոխի, ոչ պարտադիր չէ, որպեսզի թվերի լայնքը փոխվի։ Ինչի։ Դե լայնքը ամենամեծ թվից հանած ամենափոքր թիվն է, եթե օրինակ մեր թվերն են նույն 3, 5, 4, 9, մեկին գումարենք 2, իսկ մյուսից հանենք 2, Օրինակ 3-ին գումարեմ 2, 9-ից հանեմ 2, կստացվի 5, 5, 4, 7։ Այս դեպքում լայնքը ինչ է։ առաջին դեպքում լայնքը հավասար է 6-ի, երկրորդ դեպքում 3-ի։ Իսկ կարանք նենց թվեր ընտրենք ու գումարենք 2 հանենք 2, որ լայնքը չփոխվի։ Օրինակ ստեղ լայնքը խի է 6, որտեվ մեծագույն թիվը 9-ն է, իսկ փոքրագույն թիվը 3-ն է, չէ՞։ Ու մենք ինչ արեցինք, փոքրագույն թիվը մեծացրեցինք, մեծագույն թիվը փոքրացրեցինք, լայնքը փոքրացավ։ Բայց եթե վերցնենք օրինակ մյուս երկու թվերը փոխեինք, օրինակ 3, 5, 4, 9 թվերն են, սա մեծացնենք 2-ով, իսկ սա փոքրացնենք 2-ով, կստացվի 3, 3, 6, 9, չէ՞։ Ու լայնքը Կդառնա 6։ լինի 6, որտև մեծագույն թիվը 9-ն է, իսկ փոքրագույն թիվը 3-ը։
Փոքրագույնը չփոխվեց, իսկ մեծագույնը էլի չփոխվեց։ Ուրեմն լայքը էլի չփոխվեց։ Ճիշտ է, Հրանտ։ Այո, Մեկ եք անցնենք երկրորդին, եթե հարցեր չկան։ Հրանտ, գրեք մի քանի թիվ այնպես, որ դրանց լայնքը լինի 4. 1, 4, 5, 3. 1, 4, 5, 3։ Ճիշտ է։ Հրանտ, Հաջորդն որ մոդը լինի -2. -2, 7, 6, -2, 5, 7, -2. -2, 7, 6, -2, 5, 7։ 5, 7, Ճիշտ է, որ մոդը -2 է, որտեղ 3 հատ -2 կա, իսկ մնացածից ավելի քիչ կա։ Գն, որ միջին թվաբանականը լինի 5. Գն 5, ես գրել եմ, հա, 5, 4, 8, 2, 6, 10, 5, 4, 8, 2, 6, 10, 2, 3. 2, 2, 3. Վերջինը 3. Հիմա պիտի սա ստուգենք։ 5 գումարած 4 գումարած 8 գումարած 2 գումարած 6 գումարած 10 գումարած 2 գումարած 3 բաժանած 8-ի։ Սրանց գումարը 10 է, սրանց գումարը 10 է, այս սրանց գումարը 10 է, եղավ 4, 10, 40 բաժանած 8, հավասարը 5։ Կարելի էր ավելի, այս ճիշտ է ու կարելի էր ավելի պարզ օրինակ 1, 4, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5 որ վերցնես, Հա, լավ, 3 հա նրանց լինելու։ միջինը կլինի 3-ը, ստեղ 5-ը։ Կարաս 1-ից 9 թվերը վերցնես, այս դեպքում միջինը կլինի 5-ը։ Այս պարզ է, որ Այո, 1-ից ինչ-որ կենտ թիվ մինչև թվերը գրած են, ուրեմն միջին թվաբանականը հենց մեջտեղի թիվն է։ գերվա չգա, Ահա, բայց սենց գրած է, ուրեմն կլինի, որ միջին թվաբանականը հավասար է մեդիանին, եթե կենտեն ու իրար հետևից են շարած։ եթե 1-ից հաջորդական թվեր են գրած, հա, ու կենտ հատ։ Եթե մնացած դեպքերում տենց պնդում չես կարող անես։ Դերնել ասա, Հրանտ, Կն, որ միջին թվաբանական երկուսով մեծ լինի լայնքից։ 3, 6, 6։ 3, 6, 6։ Լայնքը 3 է, Միջին թվաբանականը 5։ 3 պլուս 6 պլուս 6 բաժանած 3 հավասարը 5։ Ճիշտ է։ Իսկ գեն, Որ մոդերի գումարը լինի 3։ 1, 3, 5, 2, 2, 1, 6, 1, 2։ 1, 3, 5, 2, 2, 1, 6, 1, Հենց, վերջում 1 է 2։ ստեղ կա ունեն 3 հատ 1, ու 3 հատ 2։ 3 հատ Դառնում է, 2, որ մոդը մնացածը 2 հատ թիվ է։ Ահա, Իրանց գումարն է 3։ 1 գումարած 2, ճիշտ է, կլինի 3։ Անցնենք հաջորդ արժությանը։ Միքայել, Գրատախտակին գրված էին հետևյալ թվերը՝ 2, 2, 6, -1, 0։ Ինչ թիվը պետք է ավելացնել, որպեսզի ստացված 5 թվի լայնքը լինի 8, պետք է ավելացնել 10 թիվը։ բարի տեսնենք, այսինքն ունենք
2 6 մինուս 1 0 կեք մյուս թիվն էլ, որ պիտի ավելացնենք, լինի x։ Մազում ենք լայնքը լինի 8։ Միքայելը առաջարկում է, որ այսինքն այդ թիվը լինի 10։ Ես էլ համաձայն չեմ։ Ես նույնպես։ Մենք Ես նույնպես։ այս դեպքում լայնք մեծագույն թիվը մեր մոտ որն է։ 10-ը, իսկ փոքրագույնը -1-ը։ Իսկ փոքրագույնը -1-ը։ Իսկ հետևաբար այս թվերի լայնքը որը կլինի։ 11։ 10։ 10-ից հանած -1, չէ։ Կլինի 11։ Այսինքն սխալ է, չէ, որտեղ ուզում էինք լայնքը լինի 8։ Համաձայն ես, Միքայել։ Այո։ Դարի հիմա ուղենք իրար հետ։ 10-ի փոխարեն ինչ գրենք, որ 8 լինի լայնքը։ 7։ Ճիշտ է, եթե 7 գրենք, 7-ը կլինի մեր մեծագույն թիվը, իսկ -1-ը փոքրագույնը։ Ու Կամ էլ կստացվի կարող են գրել -2, 6-ից հանած -2, էլի 8 գա։ ճիշտ է։ Այս դեպքում կստացվի 7 հանած -1 8։ Դրանց նաև առաջարկում է, որ կարող գրենք 2 6 -1 0 եւ -2։ Այս դեպքում մեծագույն թիվը կլինի 6-ը, փոքրագույնը մեծագույն թիվը կլինի 6-ը, իսկ փոքրագույնը -2-ը։ Ու լայնքը կլինի 6-ից հանած -2, ու էլի կլինի 8։ Մի հատ այս օրինակը այ դեպ ոնց որ Միքայելը B-ի օրինակներ ասում, որտեղ B-ում 11 է ուզում լայնքը։ Եկեք B-ն էլի սենց կարանք անենք, բայց մի քիչ ուրիշ կողմից նայենք B-ին։ Նույնը կարանք A-ի վրա անենք, բայց որ անարդեն արել ենք, հիմա B-ն անենք։ Եկեք թվային ուղիղը նկարեմ ու դրա վրա նշեմ մեր այս 4 թվերը։ 0-ն, -1-ը, 2-ը և 6-ը։ Այս թվերի լայնքը, եթե սենց մի քանի հատ թիվ ունենք թվային ուղի վրա, իրանց լայնքը մեծագույնից հանած փոքրագույնն է, չէ։ Իսկ հետի թվային ուղի վրա այս իրանց հեռավորությունն է, չէ։ Երկու թվերի հեռավորությունը մեծից հանած փոքր որ անենք, կգտնենք իրանց հեռավորությունը։ Հիմա ուզում ենք, որ մեր թվերի լայնքը լինի 11, այսինքն մի հատ x թիվ պետք է ավելացնենք, հենց որ այդ ամենամեծ հեռավորությունը լինի 11։ Եթե x-ը ստեղ ինչ-որ բան թիվ լինի, լայնքը կփոխվի, թե չէ։ Չի փոխվի, որտև Ոչ մեծագույնն է, ոչ կլինի փոքրագույնը։ Այսինքն x-ը պետք է լինի կամ ստեղ, այս մասում, կամ էլ այս մասում։ Հիմա եթե x-ը գտնվում է 6-ից աջ, ուրեմն որտեղ պիտի լինի։ -5-ի վրա։ Եթե 6-ից Ուրեմն աջ պետք է լինի 10-ի վրա։ պիտի լինի 10-ի վրա, որ Իսկ եթե դեպի ձախ -5-ի վրա։ հեռավորությունը լինի 11։ Իսկ եթե ուզում ենք ձախի վրա նայենք, -5։ -1-ից ձախ, որպեսզի հենց x գտնենք, պիտի վերցնենք 9-ին։ 6-ից դեպի ձախ 11 միավորով շարժվենք։
Ստեղ էլ կլինի -5-ը։ Ու նույն ձև I-ում էլի նույն բանն են կարել իրականում։ Մի հատ -1-ից 7 միավոր 8 միավորով եկել ենք աջ, հասել ենք 8-ին, ու 6-ից 8 միավորով եկել ենք ձախ ու հասել ենք -2-ին։ Չէ՞ Հրանտ։ Այո, Տեսնենք բայց ընկեր Վաչագան, այդ I-ի դեպքում, որ ցույց տվեցիք, մինչև 7 չէին գնալու։ Հա, մինչև 7-ը ճիշտ է։ -1-ից 8 միավորով որ շարժվում ենք, հասնում ենք 7-ին, ոչ թե 8-ին։ G-ն ուզում ենք, որ միջին թվաբանականը լինի 2։ Այսինքն ունենք 2, 6, -1, 0, x թվերը, պիտի x-ը նենց դնենք, որ միջին թվաբանականը լինի 2։ Մայիս կասես։ Այո։ Դե քանի որ մեզանից պահանջում է, թե հա, պետք է ավելացնենք 3-ը այս դեպքում։ Իսկ ոնց իմացար։ Դե 2-ին գումարած 6, գումարած -1, որն է հավասար է 7, դե 7-ն է պետք է 7-ին է ինչ-որ թիվ գումարենք, բաժանենք 5-ի, որ հավասար լինի 2, դե 2 անգամ 5 հավասար է 10, այսինքն 7-ին պետք է գումարենք 3, որ հավասար լինի 10։ Ճիշտ է։ Մայիսը իրականում այս թվերի գումարը հաշվել է, տեսել է 7, հա, ու եթե x ենք ավելացնում, 7 գումարած x բաժանած 5-ը պիտի լինի հավասար 2-ի։ Ստեղ հայտարարում 5-ա, որտեղ ունենք 5 հատ թիվ, միջին թվաբանականը հաշվելու համար ընդհանուր գումարը պիտի բաժանենք քանակի վրա։ Այստեղից ստացվում է, որ 7 գումարած x-ը հավասար է 10, ու հետևաբար x-ը հավասար է 3։ Կամ կարելի էր միանգամից սենց հավասարումը կազմել, միջին թվաբանականը հավասար է 2-ի, ու էլի լուծել, որ լուծենք էլի նույն բանը կստանանք։ Հիմա D-ն միջին թվաբանականը ուզում ենք լինի 0։ Լիլի կասես։ Այո։ Նոր տեսանք, որ 2 գումարած 6 գումարած -1 եւ գումարած 0-ն հարաբերած 4-ի կստացվի 7, այսինքն նենց թիվ պետք է գումարենք, որ բաժանենք 5-ի, Մի րոպե, մի հատ նորից կասես։ այդ 4 թվերի գումարը նոր ասացինք, որ լինում է 7։ Այսինքն այնպիսի մի թիվ պետք է գումարենք, որ բաժանենք 5-ի, ստացվի 0։ 2 գումարած 6 գումարած -1 գումարած 0 եւ գումարած x։ Հա, 7-ին գումարած x հարաբերած 5, որ ստացվի 0, այսինքն պետք է գումարենք -2։ Որ գումարենք -2, Չէ, վերջից։ կստանանք 5 բաժանած 5, կստացվի 1։ Չէ, պետք է -7 գումարենք, որպեսզի բաժանումը ստացվի 0։ Ճիշտ է, այստեղից ստանում ենք, որ x-ը հավասար է -7։ Կամ կարանք մի քայլ էլ պարզացնենք հավասարումը, եթե երկու կողմը 5-ով բազմապատկենք, կլինի 7 գումարած x-ը հավասար է 0 անգամ 5, որը 0 է։ Ստեղից ստանանք, որ x-ը հավասար է -7։ Յանելա կասես, Լիլի։ Այո։
7-ին գումարած x հարաբերած 5-ի, որ հավասար լինի -4, հա, -4։ Ինձ թվում է պատասխանը պետք է լինի -27։ Իսկ ոնց ստացար լուծումը։ 7-ին գումարած x հավասար է -4 անգամ 5, x-ը հավասար է -20 հանած 7 և x-ը հավասար է -27։ Միշտ այստեղ ստանում ենք, որ 7 գումարած x-ը հավասար է -20, ուրեմն x-ը հավասար է -27։ Ունենք 2, 6, -1, 0 թվերը, պետք է նենց թիվ ավելացնենք, որ մոդը լինի 0։ Շուշանիկ, Այս դեպքում, որ մոդը լինի 0, պետք է ավելացնենք 0 թիվը, քանի որ մոդը ամենաշատ կրկնվող թվերն են, պետք է ավելացնենք 0-ն, որ 2 անգամ կրկնվի։ ճիշտ է, 0-ն կլինի 2 անգամ, մնացածը մի անգամ կլինեն, ուրեմն Մոդը կլինի 0։ կլինի 0։ Իսկ մյուսը Երկրորդ դեպքում էլ, որպեսզի մոդը լինի -1-ը, պետք է ավելացնենք -1։ ճիշտ է, էլի կլինի 2 հատ -1, ու իսկ մնացած թվերը կլինեն 1 անգամ։ Հիմա չորրորդը, Էմիլ, Ինչ կարող եք ասել թվերի մասին, որոնց լայքը 0 է։ Անձամբ ես ուզում եի այս հարցի տակ ձեզ մի հարց տալ, որ լայնքը կարող է 0 լինի, թե ոչ, որովհետև լայնքը իրենից ներկայացնում է մեծ թվի տարբերությունը փոքր թվով։ Օրինակ, այս թվերի լայնքը ինչ է։ 4-ից հանած -1, 4-ից հանած -1, որը հավասար է 5։ Հիմա երբ է թվերի լայնքը հավասար օրինակ 1-ի։ Երբ որ օրինակ 2 լինի մեծագույն թիվը, իսկ փոքրագույն թիվը լինի 1 օրինակ։ Օրինակ 2, 2, 2, 1, 1, 1։ Մի հատ 1, չէ։ Այո, Այս դեպքում լայնքը կլինի 1։ Իսկ կարա լայնքը լինի բացասական թիվ։ կարող։ Այո, կարող է։ Կարաս ինչ որ օրինակ ասես։ Օրինակ, մեծագույն թիվը -1, -1, -3, -21 և տես մինուսներով եթե լինեն թվերը, իրարից մեկը ինչքան էլ հանես, մեկը մինուսով թիվ է ստացվելու։ Օրինակ այս դեպքում լայնքը ինչ է։ -1-ից հանած -21, որը հավասար է -20։ Անկիր Վաչագյան, հնարավոր չի, ես կարող եմ ասել ինչ։ Տարինենք այս դեպքում ինչ է։ -1-ից հանած -21 ինչ է լինում։ -20, Հավասար է -1-ից 1-ին գումարած 21։ հանում ենք դառնում է -20։ Որ -1-ից հանես -21, կլինի -1 գումարած 21, կլինի 20, չէ։ Լավ, հլը արի մի հատ փորձենք նենց օրինակ բերենք, որ լայնքը 0 լինի։ Պետք է նույն թիվը լինի, որ անընդհատ։ Օրինակ 4-ը 4 լինի, որ տես լինի մինիմումը։ Ճիշտ է, լինի 4, 4, 4։ Այս դեպքում մեծագույն թիվը կլինի 4-ը, Փոքրագույնն է նույնպես 4-ը, ու լայնքը կլինի 0։ Այսինքն եթե ինչ որ թվեր ունենք, որի լայնքը 0 է, ուրեմն կարանք ասենք, որ այդ թվերը բոլորը իրար հավասար են։ Հավատացնես։ Այսինքն համ լայնքը կարա լինի 0 ու ավելին, եթե լայնքը 0 է, ուրեմն բոլոր թվերը նույնն են։
Գիր վաճակեն ես կարող եմ ասել ինչու չկարող լայնքը բացասական լինի։ Հիմա այդ հարցը։ Հարցակ կարող լայնքը լինի բացասական, մայիս։ Ոչ, Ինչի։ բացատրեմ ինչու։ Դե որովհետև լայնքի սահմանում է այսպես է, որ մեծ թվից հանում ենք փոքր թիվը, իսկ մեծ թիվը հաստատ փոքր թվից միշտ մեծ է, դե ըստ մեր պայմանի, իսկ եթե իրանց տարբերությունը բացասական լինի, ուրեմն այդտեղից կհետևի, որ մեծ թիվը փոքր թվից ավելի փոքր է։ Ճիշտ է։ Քանի որ ասենք ունենք թվեր, կարևոր չի ինչ թվեր են, թվային ուղի վրա նկարել ենք։ Լայնքը այդ թվերից ամենամեծի ու ամենափոքրի տարբերությունն է, չէ՞։ Այսինքն ամենամեծից պիտի հանենք ամենափոքրը։ Իսկ երբ որ ամենամեծից հանում ենք ամենափոքրը, պարտադիր պիտի ստացվի դրական թիվ, որտև մեծ թվից հանել ենք փոքր թիվ։ Օրինակ, եթե սա A-ն է, սա B-ն, լայնքը կլինի A- B-ն, ու քանի որ A թիվը ավելի B-ն չի գերազանցում, այսինքն A-ն B-ից մեծ է կամ կարա հավասար լինի։ Վատագույն դեպքում կստացվի, որ այս թիվը բացասական չի կարող լինել։ Համաձայն եք սրա հետ։ Մյուս կողմից, եթե ուզում ենք, որ այս լայնքը լինի 0, այդ նշանակում է, որ այս բոլոր թվերը AB-ի միջև են, այսինքն ոնց որ A-ն ու B-ն իրար են հավասար ու բոլոր թվերը հենց այս նույն թիվն է։ Ու այս էլ տենց էլի թվային ուղի վրա մեկնաբանելով է պիտի Գիր վաճակեն ես ունեմ նաև ուրիշ բացատրություն։ լավ, հələ ասա։ Նախ վերցնենք 3 դեպք, երբ որ այդ թվերը դրական են երկուսն է, երբ որ երկուսն է բացասական են ու մեկը դրական, մյուսը բացասական, դե դրականների դեպքում հաստատ դրական է լինելու, որովհետև պլյուսին ցանած պլյուս հավասար է պլյուս, եթե մեծից հանում ենք փոքր իհարկե։ Նույն ձև էլ մնա Բացասականի դեպքում էլի մինուս հավասար է պլյուս, իսկ մինուս պլյուսի դեպքում պլյուս հանելու ենք մինուս, որն է էլի հավասար է պլյուս։ ճիշտ է, բայց այտենց էլ կարիք չկար ասելու, որտև մեկը այս բանն ես օգտագործում, որ մեծագույնից հանում ես փոքրագույնը ու էդի դրականը։ Մեկը, եթե բոլոր թվերը դրական են, պիտի սա ասես, չէ, որ մեծից հանում ես փոքր։ Նույն ձև բացասականները։ Մենակ, երբ որ դրական ու բացասական են, այդ դեպքը տենց մի քիչ ավելի հեշտ ստացվում է։ Չէ՞։ Nice։ Այո։ 5-րդ հովը լուծել։ Լավ, դե ուրեմն թող Հայկը ասի։ Հա, 5-րդ խնդիրը մեր ասում է, որ այգեպանը առաջին օրը տնկեց 300, երկրորդը 520, երրորդ օրը 450, հարցնում է միջին թվաբանականը եւ ինչքան ծառնա պետք է տնկի մնացած երկու օրերը, որ միջին թվաբանականը դառնա 600։ Հաշվենք միջին թվաբանականը 300-ին գումարել եմ 520 գումարել եմ 450 բաժանել եմ 3-ի, ասել եմ 1270-րդ, որն էլ հավասար է 423 եւ 3 պերիոդի մեջ, դա նշանակում է, որ անվերջ 3-ներ են վերջ չունենում։ Սա լինում է 423 եւ անվերջ 1270-րդ, հա։ Հա, որն էլ հավասար է 123, 423 ու անվերջ 3-ներ։
կամ 423.1/3 կամ հավասարը 423.3/3-ը բարբերության մեջ։ Սենց անվերջ 10-որդական կոտորակներ անցել եք։ Չենք անցել, բայց գիտեմ դրա մեջ տեսեմ գրարել։ Դե լավ, արի քանի որ չենք անցել, արի տենց չգրենք։ Սենց ասա էլի։ Հա։ Հիմա մենք ինչ ենք անում։ Ստեղծում ենք այսպիսի հավասարում, քանի որ օրերը 5 են լինելու, լինում է այսպիսի հավասարում 6 օրը հավասարը 1270 գումարած x բաժանած 5։ Նախ առաջին հարցին պատասխանեցինք, չէ՞։ Միջինում քանի ծառեր տնկ է։ 423 ամբողջ 423.1/3։ Ոչինչ որ բնական թիվ չի, տենց երբ որ ինչ-որ բաներ միջինացնում ենք, կարա բնական չստացվի, տենց նորմալ է։ Երկրորդ հարցը մնացած երկու օրերը ինչքան ծառնա պետք է տնկի, որպեսզի միջին թվաբանականը դառնա 6 օր։ այս երկու օրը միասին քանի ծառ պետք է տնկի, որ միջինում ստացվի 600 ծառ։ Հիմա այդ հավասարումը, որ ասում էր, մի հատ նորից ասա։ 1270 գումարած x բաժանած 5։ 1270 գումարած x բաժանած 5։ Կյանք 5-ի բաժանում։ Որովհետև օրերը 5-ն են արդեն։ Ճիշտ է, այս x-ը իրականում ինքը 4-րդ օր գումարած 5-րդ օրն է։ Ընդհանուր x ենք նշանակում ու քանի որ օրերի քանակը դառնում է 5, բաժանում ենք 5-ի ու սա պիտի հավասար լինի 600-ի։ Քանի որ մենք կարող ենք քանի որ մեզ մոտ ձախ կողմում կոտորակային է, առաջարկում եմ աջ կողմը բազմապատկենք 5-ի, որ կոտորակներից ազատվենք։ Երկու կողմն էլ բազմապատկենք 5-ի, այսինքն։ Այո, որ կոտորակներից ազատվենք։ Եվ այստեղից էլ լինում է, որ x-ը հավասար է 3000 հանած 1270։ Այսինքն x-ը հավասար է 1730։ Իսկ թե կոնկրետ որ օրը ինչքան պիտի Չի տնկի։ ասում խնդիրը կարա առաջին իսկ Չենք կարա։ 4-րդ օրը տնկի 1729, իսկ 4-րդ օրը մենակ միակ ծառ տնկի օրինակ։ Կարա մի օր հանգստանա, հետո վերջի օրը 1730 հատ տնկի։ Վեցերորդը Շուշանիկ Արմենը չափեց իրենց տան սենյակները և կազմեց հատակագիծ, որքան է սենյակների մակերեսների միջին թվաբանականը։ Առաջին սենյակի մակերեսը 18 մետր քառակուսի է լինում։ Այն որ անուններ կան, արի տենց առաջին սենյակը նկատի ունես խոհանոցը, չէ։ 3 անգամ 6, կամ որ սա 3 է, սա էլ 6։ Հետո Երկրորդ սենյակի մակերեսը, սանհանգույցի մակերեսը լինում է 12, մետր քառակուսի, իսկ վերջին երրորդ սենյակի մակերեսը լինում է 10 մետր քառակուսի։ քան որ երկուսը
Սա էլ 3 գումարած 2 հավասար է 5, ուրեմն այդ ուղղանկյան մակերեսը կլինի 10։ Իսկ միջինը Միջին թվաբանականը 18 գումարած 12 գումարած 10-ը բաժանում ենք 3-ի։ այսինքն 10։ 13 40 բաժանած 3-րդ 3-ի հավասարը 13,1/3։ 1/3 Ահա։ բնել ասեմ։ Կարայինք նաև սենց անեինք։ Այս ամբողջ ուղղանկյան բան ենք, չէ՞, մեկը սենց հերթով գումարում ենք իրար։ Կարայինք միանգամից հաշվենք այս մեծ ուղղանկյան մակերեսը, կլիներ 5 անգամ 8 ու քանի որ 3 հատ սենյակա միջինում կլներ 13,1/3։ 5 անգամ 8 բաժանած 3։ 3 Ես այդպես էլ եմ արել։ Հիմա բան Հաշվեք ննջասենյակների, որքան սենյակների մակերեսների լայնքը։ այստեղ արդեն ուզած պիտի հաշվենք ամեն սենյակը ինչքան է ու բարեբախտաբար հաշվել ենք։ Լայնքը լինում է 18-ից հանած 10-ը 8։ Լայնքը կլինի 8։ Իսկ գն Որքան կլինի սենյակների մակերեսների միջին թվաբանականը և լայնքը, եթե Արմենը սանհանգույցը պատով բաժանի հավասար մակերեսով երկու մասերի։ Քանի որ սանհանգույցի մակերեսը 12 մետր քառակուսի է, եթե հավասար բաժանի երկու մասի բաժանի, կստացվի ամեն մի սենյակին կստացվի 6 մետր քառակուսի մակերեսը։ Իսկ միջին թվաբանականը կլինի 18 գումարած 6 գումարած 10-ը բաժանած 4-ի, կստացվի 10։ Ճիշտ է։ Իսկ Բայց լայնքը կարելի ոչ թե սենց ասել այս մասը, այլ ուղղակի քանի որ գիտենք, որ էլի հիմա էլ 40 մետր քառակուսին ամբողջ տունը բաժանված է 4 մասի, չէ՞, այսինքն միջինում կլինի 40 բաժանած 4-րդ։ Որտեղ երբ որ բաժանում ենք այս սանհանգույցը երկու մասի, ընդհանուր գումարը չի փոխվում, չէ՞։ Իսկ լայնքն էլ այս դեպքում 18-ից հանած 6, որովհետև ամենափոքր թիվը 6-ն է։ Կստանանք 12։ 12։ Հարց կա այս վարժությունից։ Դե ուրեմն 7-ը նայենք։ Ընկեր Վաչագան։ Հա, նախ եւ առաջ ես առաջի 20 պարզ թվերը դուրս եմ գրել 2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23։ Արի մի քիչ դանդաղ, Լավ, որ հասկանամ։ 13, 17, 19, 23, 27, 29, 27-ը պարզ չի, որտեղ ինքը 3 անգամ 3 անգամ 3-ն է։ վայ, 29, 31, 37, 41, 43, 47, 49, 51, 49-ը հավասար է վայ, 2 քառակուսի, 51-ը հավասար է 3 անգամ 17,
Հանդես չունեմ։ 53, 51-ը կարես շուտ տենայր, որ 3-ի բաժան, որտեղ 5 պլյուս 1-ը 6-ը, չէ։ չեմ նկատել։ 53, 57, 57-ն էլ է բաժանվում 3-ի։ 59-ն է հաջորդը։ 61, 61, 67, 67, 71, 70, պիտի որ մինչև 71, 73-ը 21-րդ պարսիվն է, եթե ճիշտ եմ հիշում։ հա։ Հետո աղյուսակ եմ կազմել տվյալ ու քանակ։ Տվյալների մեջ նշել եմ բոլոր վերջի թվանշանները, իսկ հետո դրանց դեմ իրենց քանակները։ Տվյալ և քանակ։ Հիմա ձախ սյունակում վար թվերը պիտի գրենք։ Այն թվերը, որոնք վերջի թվանշաններն են այս պարզ թվեր, օրինակ 2, 5, 7, 1, 9։ Արի բան աճման կարգով գրենք, հա։ 1, 1-ը կա, 2-ը կա, 3-ը, 3-ը կա, 4-ը չկա, 5-ը կա, 5 կա, 7-ը ու 9-ն։ Ընկեր Դիլանյան, բայց 0-ն այն չեն գրում սկզբից։ Ամենա։ Այդ ուրիշ բան է, ուրիշ ոնց որ ինձ հիմա շփոթում ես ուրիշ բանի հետ, որ այսօր կխոսանք, բայց խնդիրը մեզ ասում է պատկերենք առաջին 20 թվերի վերջին թվանշանները հաճախականային աղյուսակի միջոցով։ Այսինքն վերջի թվանշանները պիտի նայենք, օրինակ այս թվերի վերջին թվանշանները հենց իրանք են, չէ, որտեղ միանիշ թվեր են։ 11-ի վերջին թվանշանը 1-ն է, սրանը 3 է, սրանը 7 է։ Պիտի նայենք ոնց որ այս նարնջագույնով ընդգծված թվերի հաճախականային աղյուսակը։ Պարզ է, Էմիլ։ Իսկ այս թվերն են մեր նշված 1, 2, 3, 5, 7, 9 թվերը։ Հիմա պիտի հաշվենք, թե 1-ով վերջացող քանի թիվ կա։ Հրանտ, ինչ է ստացել։ 11, 31, 41, 61, 61 ու 71։ Այսինքն եղավ 5 հատ։ Հիմա հաշվենք 2-ը մի հատ, 2-ը մի հատ է։ 3-ը 5, 1, 2, 3, 4, 5, 5 հատ։ 7-ը 7-ը 1, 2, 3, 4, 5 էլի։ էլի 5։ Աղայ 5-ը մի հատ, 7-ը 5, 5-ը մի հատ, 5-ը մոռացա։ Իսկ 9-ը 3, 9-ը 19-ը 29-ը և 59-ը, 3 հատ։ Ինչ օրինաչափություն ենք նկատում։ որ սկզբում
հերթափոխովան 5-1, 5-1, 5-1, բայց 9-ի դեպքում 3 հատ։ Իսկ ոնց որ այդ իրականում այդքան էլ սա էդի այս դեպքում սենց է ստացվել, բայց այդ իրականում չի օրինաչափություն։ Օրինակ, եթե 100 պարզ թվերը նայենք, տենց 1, 3 ու 7 թվանշանները հավասար անգամ չեն հանդիպելու երևի, ըստ ուղղակի զուգադիպել է։ Բացի այդ էլ ոնց որ եթե բոլոր թվանշանները նայենք, լավ այդ ոնց որ օրինակ ընդեղ նաև կա 4, 6, 8 թվանշանները, որ 0 են, չէ՞, որ եթե նայենք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 5, 1, 5, 0, 1, 0, 5, հիմա օրինակ եկեք մտածենք, օրինակ 4 կարա ինչ-որ պահի լինի, պարզ թվի վերջի թվանշանը կարա 4 լինի, Ոչ, ինչի, որովհետև այդ դեպքում կբաժանվի 2-ի։ ճիշտ է, եթե 4-ով է վերջանում, ուրեմն զույգ թիվ է, ուրեմն բաղադրյալ թիվ է, նույնձև 6-ը, չէ, ու նույնձև 8-ը, ու էդի մի օրինաչափություն, որ այսինքն, որ 4, 6, 8 թվերը ստեղ չկան, էդի օրինաչափությունը, ոչ թե ինչ-որ պատահաբար է ստացվել, դա հաստատ կարանք պնդենք։ Ուրիշ բան է կարանք պնդենք, օրինակ, որ այս մեկն ու այս մեկը երբեք չեն փոխվելու, ինչքան էլ ուզում ես նայի պարզ թվերը։ Ճիշտ է, Արեգ, Այո, ինչի, որովհետև երկուսով վերջացողը միակ պարզ թիվը 2-ն է եւ որ թվերը վերցնենք 2-ից բարձր որ վերջացող թվանշանը լինի 2 կբաժանվի 2-ի, ճիշտ է, այսինքն բաղադրյալ կլինի։ Եվ նույն ձև էլ 5-ը։ ճիշտ է, 5-ով վերջացող բոլոր թվերը, քանի որ 5-ի են բաժանվում, ուրեմն 5-ով վերջացող միակ պարզ թիվը հենց ինքն է, 5-ը։ Ուրիշ օրինաչափություն տենց չկա, երևի։ Կարող է Հրանտի ասածն էլ է օրինաչափություն, որ սրանք հավասար են, բայց չենք կարա ցույց տանք այդ իսկականից օրինաչափությունը, թե ուղղակի զուգադիպություն։ Եվ վերջի խնդիրը լինի Արմեն մենակ Մայիսն ու Հրանտն են լուծել, թե ուրիշ մարդիկ կան։ Միքայել, Երկու ֆուտբոլային թիմեր միմյանց հետ խաղացին 7 անգամ։ Առաջին հանդիպումը վերջացավ 2-0 հաշվով, երկրորդը 1-3 հաշվով։ Հաջորդ խաղերը 2-4, 0-1, 2-1, 1-1 և 0-2 հաշիվներով։ Թիմերից յուրաքանչյուրի համար հաճախակային աղյուսակի տեսքով պատկերեք մեկ խաղում թիմի խփած գոլերի քանակը։ Առաջինը գծում ենք բոլոր խաղերի քանակը, և այնուհետև առաջի թիմի ամեն խաղում խփած գոլերի քանակը և երկրորդ ամեն խաղում խփած գոլերի քանակը։ չհասկացա, Առաջինը գծում ենք այդ 7 խաղերի քանակը, ավելի ճիշտ, այնուհետև ամեն թիմի ամեն խաղում խփած գոլերի քանակն ենք
Տեղադրում Այսինքն տվյալի մեջ։ սենց ուղղակի 7 տողանոց աղյուսակ 2 0 1 3 2 4 4 0 1 2 1 1 1 եւ 0 2 սենց հետո Եվ այնուհետև այստեղ կտեսնենք, որ ամեն խաղում թիմի խփած գոլերի քանակը։ Օրինակ առաջին խաղում առաջին թիմը խփել է 2 գոլ, երկրորդ թիմը 0։ իսկ Երկրորդ հիմա Ես ուզում ուշ ենք ձև եմ գրել։ մի րոպե հիմա ուզում ենք թիմերից յուրաքանչյուրի համար հաճախականային աղյուսակի տեսքով ներկայացնենք մեկ խաղում խփած գոլերի քանակները, չէ՞։ Ասենք ունենք ինչ որ թվեր մի հատ 4 4 4 3 2 1 1 Այս թվերի հաճախականային աղյուսակը ո՞նց կկառուցես, Միքայել։ 4 1 3 2 4 1 կամ 4 1 2 3 իսկ մի հատ կասես այդ աղյուսակը ո՞նց նկարեմ։ Գցում ենք աղյուսակը, բաժանում ենք 2 մասի եւ գրում ենք 4 1 հետո 2 հետո 3 Հենց իսկ 4-ի դիմաց գրում ենք 3 1-ի դիմաց գրում ենք 2 2-ի դիմաց գրում ենք 1 3-ի դիմաց 1 ճիշտ է, կարելի էր սենց նվազման կարգով չդասավորել, ուղղակի գրել 1 2 3 4 ու գրել թե ամեն մեկը քանի անգամ է հանդիպում։ Չէ, այսինքն երկու սյունակ ունի այդ աղյուսակը, առաջին սյունակը այդ տվյալներն են, երկրորդ սյունակը ամեն տվյալը քանի անգամ է հանդիպում, չէ։ Հիմա խնդիրը ասում է թիմերից յուրաքանչյուրի հատ էջ ավելացնեմ թիմերից յուրաքանչյուրի խփած գոլերի հաճախականային աղյուսակը։ Օրինակարի վերցնենք առաջին թիմը։ Իր գոլերի տվյալները որոնք են խփած գոլերի։ 2 1 0 վերջ 2 1 0 իրական ոնց էր ոչ թե վերջ, այլ 2 1 հետո 2 0 2 1 0 2 1 0 չէ 7 խաղա առաջին խաղում 2 գոլ, երկրորդ խաղում մի գոլ, երրորդ խաղում 2 գոլ եւ այլն, չէ։ Այդ 2 1 0-ն բանը թե այսինքն նկատի ունես կամ մի գոլ է խփես 7 խաղում կամ 2 գոլ կամ 0, չէ, բայց այո մենք այդ ուրիշ հարց է։ Հիմա պետք է այս թվերի համար կազմենք հաճախականային աղյուսակ, չէ։ բաժանում ենք 2 մասի աղյուսակը Երկու սյունակի ենք բաժանում, ավելի հստակ։ Այստեղ տվյալն է, այստեղ քանակ։ Այնուհետև գրում ենք առաջին տողում 2 եւ դրա դիմացը գրում ենք դրա կրկնվող քանակը, այսինքն 3։ Երկրորդ տողում գրում ենք 1, իսկ դրա դիմացը գրում ենք կրկնվող քանակը 2 եւ երրորդ տողում գրում ենք 0, դրա կրկնվող քանակն էլ 2։ Ճիշտ է։
Մարի նույն բանը անենք երկրորդ թիմի համար։ Երկրորդ թիմը 0, առաջին խաղում, երկրորդ խաղում 3, երրորդ խաղում 4, չորրորդ խաղում 1, հինգերորդ խաղում 1, վեցերորդ խաղում 1 և յոթերորդ խաղում 2։ Նորից գծում ենք այդ աղյուսակը, բաժանում ենք տվյալները և քանակի։ Առաջին տողում գրում ենք 0-ն և դրա դիմացը 1, քանի որ 1 անգամ է կրկնվում, 3-ը անջորդ տողին նույնպես 1, 4-ը նույնպես 1, 1-ը 3 և 2-ը նույնպես 1։ Ճիշտ է։ Ինչ որ մեկի մոտ հարց կա այս վարժությունից։ Այսինքն պետք է հասկանալ, թե այդ տվյալները որն է առաջինը, այսինքն այս սրանք, ու գծել է դրանց համար այդ աղյուսակը, որտև սա ինչ որ աղյուսակ է, բայց ինքը հաճախականային աղյուսակ չէ, հաճախականային աղյուսակը այն է, որ ամեն տվյալը ցույց է տալիս, թե քանի անգամ է հանդիպում։ Դե եկեք մի հատ էլ խնդիր լուծենք միջին թվաբանականի մոդի և լայնքի վերաբերյալ, ստեղ առանձնացրել եմ, հետո երևա։ Այս մի հատ խնդիր է, ընդ որում կարող է բոլորը չանենք ու տնային մնա մնացած։ Եկեք տենց անենք, կանենք ան գն յեն, իսկ բն դնզեն կմնա տնային բանը, սայտում կավելացնեմ այս խնդիրը։ Էմիլ։ Առաջինը 5 ստորակետ մեզ ուզում է գտնել միջին թվաբանականը։ 6-ին գումարած 0 գումարած -1 հավասար է 5։ X-ը հավասար է 5, 0 ավելի ճիշտ։ X-ը հավասար է 0, խի։ Որովհետև այնտեղ եւ այստեղ եթե միջին թվաբանական հաշվելու ժամանակը գա, դառնալու է նույն թվերը։ Բայց տեստը 2 թիվ է, դա 3 թիվ է։ Հիմա եթե աջ կողմ երկրորդ հավաքածուի միջին թվաբանականը հաշվենք, կլինի 6 գումարած 0 հանած 1 բաժանած 3, այսինքն 5 երորդ, որն էլ հավասար է 1,2 երորդ, որը կարող է մեզ պետք չի տենց գրել։ Հիմա ուզում ենք, որ առաջին հավաքածուի միջին թվաբանականը լինի նույն այս թիվը։ Եթե x-ը 0 է, կլինի 5 գումարած 0 բաժանած 2, որն էլ հավասար է 2,5, չէ՞։ Հավասար չեն։ Հիմա ինչ լինի x-ը, որ հավասար լինեն։ Էմիլ։ 6 Որ x-ը հավասար լինի 6, կլինի 5 գումարած 6 բաժանած 2։ Չի լինի, չէ՞։ Կարող եմ ես Ասա։ Մենք սրանից առաջ այդպես խնդիրներ ենք գրել, որ այսինքն մենք պետք է հաշվենք երկրորդ հավաքածուի միջին թվաբանականը, դրանից հետո նոր դրանից որոշենք առաջին հավաքածուինը։ Երկրորդ հավաքածուի այդ թվանշանների միջին թվաբանականը հավասար է 5 երորդ, այսինքն 1,2 երորդ,
Դա նույնն է, որ որպեսզի x-ը գտնենք, պետք է գրենք 5 գումարած x-ը հարաբերած 2-ի, հավասար է, ես գրել եմ, որ հավասար է 5/3։ 5 Այսինքն ստացվում է, որ 5 գումարած x-ը հավասար է 10/3, x-ը հավասար է 10/3-ից հանած 5, որն էլ հավասար է -1/2/3։ Այսինքն x-ը հավասար է -1/2/3։ 10/3-ից հանած 5, այսինքն -5/3։ Ընկեր Վաչոկը, ես էլ գրեթե այսպես եմ հարել, ուղղակի երբ որ գրել եմ 5x + 2 հավասար է 5/3, երկու կողմներ պատկել են 6-ով, ստացել 15x գումարած 3x-ը հավասար է Տենց է կարած։ 15, դե x-ը հավասար է -5/3։ Էմիլ պարզեր, հաստատ։ Հիմա գն ավելի բարդ է մի քիչ, երևի, որտև x ու y կա, համաստեղ y կա։ Ունենք երկու հատ հավաքածու, 1x, y, 0 և -1, -2, 1, y։ Պիտի միջին թվաբանականն ու մոդը լինեն նույնը։ Էմիլ լուծել ես սա։ Իսկ Արեգ դու։ Դեռ ոչ, բայց y-ի արժեքը գիտեմ։ Չես ստացել։ Y-ը պիտի 1 լինի, որովհետև առանց այս անհայտների առաջին և երկրորդ հավաքածուներում մեկը ընդհանուր թիվ է, այսինքն մեկը երկուսում էլ կա։ Այդտեղից էլ y-ը ու քանի որ y-ն էլ կար երկու հավաքածուներում, y-ը 1 կլինի։ Բայց դա խի 1 կլինի։ Որը մոդը 1 լինի երկուսում էլ։ Ճիշտ է, եկեք սկսենք ոչ թե միջին թվաբանականից, այս բանում, օրինակում այլ մոդից։ Ուզում ենք, որ երկու տեղն էլ մոդը լինի նույնը։ Հիմա աջ կողմում մոդը կարա լինի կամ -2 կամ 1, չէ՞։ Կամ էլ 3 թվերը միաժամանակ։ Բայց 3 թվերը միաժամանակ որ լինեն, այսինքն մոդը եկեք սենց բազմության տեսքով գրենք, կամ -2-ա, կամ 1-ա, կամ էլ -2, 1 և y-ը, չէ՞, Արեգ։ Այս երրորդ դեպքը երբ կլինի, երբ որ y-ը -2-ից ու 1-ից տարբեր լինի, ու ոնց որ բոլոր թվերը քանի որ հավասար անգամ են հանդիպում, բոլորը կլինեն մոդ։ Այդ դեպքում պիտի x-ն ու y-ը լինեն x, օրինակ եթե y-ը նենց է, որ աջ կողմի մոդը սա է, ուրեմն ձախ կողմում պիտի մոդը լինի էլի -2, 1 ու y, այսինքն այս 0-ն դուրս պիտի թռնի, բայց այդ դեպքում նշանակում է, որ մնացած թվերից պիտի գոնե 2 հատ լինի, տենց չի կարա լինի, որտև ընդամենը 4 հատ թիվ է, 3 հատ թիվ է։
Այսինքն մոդը 3 կամ մինուս 2-ա կամ 1։ Ճիշտ է, Արեգ։ Ճիշտ է։ Եթե մոդը մինուս 2-ա, եկեք հերթով երկու դեպքը նայենք, եթե մոդը մինուս 2-ա, ուրեմն y-ը պիտի լինի մինուս 2, չէ՞։ Ստեղից որ գրեմ, y-ը հավասար է մինուս 2, այսինքն ունենք 1x մինուս 2 0 և մինուս 2 1 մինուս 2։ Ընկեր Գիլյանյան, բայց եթե y-ը լինի հավասար 2-ի, x-ն է պետք է հավասար լինի մինուս 2-ի։ Որովհետև մենք առաջին հավելվածում մինուս 2 չունենք, պետք է x-ը հավասար լինի մինուս 2-ի, որ մոդը ունենանք։ Այդ ճիշտ է։ Քանի որ ստեղ մոդը մինուս 2-ն է ու ստեղ էլ ձախ կողմը պիտի մինուս 2 լինի, ուրեմն x-ը պիտի լինի մինուս 2։ Այսինքն կլինի 1 մինուս 2 մինուս 2 0 և մինուս 2 1 մինուս 2։ Մոդերը երկուսն է հավասար են, բայց Միջին թվաբանականն է ոչ։ բաբանականները պիտի ստուգենք։ Առաջին դեպքում լինում է մինուս 1 հանած 2 հանած 2 գումարած 0 բաժանած 4 հավասար է մինուս 3 չորրորդ, իսկ երկրորդ դեպքում ստացվում է մինուս 1 հավասար չէ, չէ՞։ Այսինքն առաջին դեպքը հնարավոր չի։ Այ երկրորդ դեպքը, որ y-ը հավասար է 1, այսինքն ունենք 1x 1 0 և 1 մինուս 2 1, չէ՞։ Աստեղ մոդը 1 է, Նույնպես։ ստեղ էլ է մոդը հավասար 1։ Մենք երկրորդ հավելվածի միջին թվաբանականը արդեն կարող ենք հաշվել, բայց Երկրորդ հավաքածու, ոչ թե հավելված։ Հավելվածը հավելվածը։ Ստեղ կլինի 1 հանած 2 գումարած 1 բաժանած 3, միջին թվաբանականը կլինի 0, այսինքն ձախ կողմը միջին թվաբանականը պիտի լինի 0, կլինի 1 գումարած x գումարած 1 գումարած 0 չորրորդը հավասար է 0։ Ստեղից x-ը այստեղից մենք կարող ենք ասել, որ x-ը հավասար մինուս 2։ ճիշտ է։ Պարզեր ես մեկը։ Լավ, եկեք, քանի որ երկար տևեց, ես դնա թող մնա, տնային կմտածեք։